Քշեց գառները մեր հովիվ հսկան, ելավ Սասունի սարերն աննման: Էյ ջան սարեր, սասմա սարեր, որ կանչեց նրա ձենից ահավոր, դղորդ, դմթմփոց ընկավ սար ու ձոր, վայրի գազաններ բներից փախան, քարեքար ընկան, դատարկուն եղան: Դավիթը ընկավ նրանց ետևից, որին մի սարից, որին մի ձորից, աղվես նապաստակ գել եղնիկ բռնեց, հավաքեց բերավ, գառներին խառնեց: Իրիկվան քշեց ողջ Սասմա քաղաք, կաղկանց ու ոռնոց, աղմուկ, աղաղակ, քաղքցիկ հանկարծ մին էլ էն տեսան, գալիս են հրես անհամար գազան: Վայ հարայ փախեք, մեծեր, երեխեք, սրտաճաք եղած, գործերը թողած, որը տուն ընկավ, որը ժամ, խանութ, ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ: Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում, վահ էս մարդիկ ինչ վաղ են քնում: Հեյ ուլատեր, հեյ գառնատեր, ելեք շուտով բացեք դռներ: Ով մինն ուներ 10 եմ բերել, ով 10 ուներ 20 արել: Շուտով ելեք եկեք տարեք, ձեր գառն ու ուլ գոմեր արեք: Տեսավ չեն գալիս, դուռ չեն բաց անում, ինքն էլ մեկնվեց քաղքի մեյդանում: Գլուխը դրավ մի քարի մնաց ու մուշ-մուշ քնեց մինչև լուսաբաց: Լուսին իշխաններ ելան միասին, գնացին ձենով օհանին ասին. «Տո ձենով օհան, տո մահի տարած, էս խենթը բերիր, արիր գառնարած: Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես, գազանով լցրեց մեր քաղաքն էսպես, Աստված կսիրես դիր ուրիշ բանի, թե չէ էս խալխին լեղաճակ կանի»: